Ամեն օր մենք վտանգի տակ ենք, որտեվ ամեն գիշեր քնելուց այդ ճռճռոցը մենք լսում ենք, այդ լռության մեջ ճռճռոցը մենք լսում ենք։ Ու ամեն իջնելուց որ պետքա տեղ գնանք, մի հատ խաչակնքվում ենք, որ այսօր արդեն անփորձանք մենք դուրս ենք եկել մեր տնից։ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 23 շենքը ունի 4-րդ աստիճանի ռիսկայնություն։ Շենքը ներկայացվել է փորձաքննության դեռ 2020 թվականին եւ գնահատվել է որպես 4-րդ կարգի վթարային։ Շենքի մուտքից մինչեւ բնակարաններ մեծ ճաքեր են։ Դրանք ակնհայտ են Վլադիմիր Հովսեփյանի բնակարանի բոլոր սենյակներում։ Կաֆելը լրիվ թափել է։ Այս ճաքը։ Ստե որ լրիվ է թափել։ Ասի մեկ ասի մետրախանը, մեկ էլ ասի պետք իմաստ չունի։ 1985 թվականից այստեղ բնակվող Սիլվա Մկրտչյանն էր հանդիպել փետրվարին իրենց վարչական շրջան այցելած քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվել վերաբնակեցման ծրագրի մասին։ Նրա խոսքով նույնիսկ մինչև 1988-ի երկրաշարժն է եղել վերաբնակեցման ծրագիր, բայց երկրաշարժի պատերազմի պատճառով գործընթացը չի սկսվել։ Շենքը կառուցվել է 60-ականներին։ Մկրտչյանը ցույց է տալիս նկուղի տարածքը, որտեղ տևական ժամանակ է հնարավոր փլուզման վտանգի պատճառով չի մտնում, ներսում ջուր էր լցվում։ Այն բացատրել է, որ շենքը լեռ քարի վրա է, ինքը հիմք չունի ու ինքը ասում է շատ թեթև բանից հետո ինքը կարող է այսպես կոտրվի։ Մեր հարևանը երևի մի 10 անգամ արդեն տաշել է դուռը, որ կարենա փակի, անգամ էդի չի փակվում։ Այդ ծռվելու հետևանքով։ Հա։ Շենքի բնակիչները հանդիպել են Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Սիլվա Մկրտչյանի խոսքով իրենց առաջարկվել է կնքել քաղաքապետարան բնակիչ կառուցապատող եռակողմ պայմանագիր։ Մինչև հին շենքի քանդումն ու նորի կառուցումը ընտանիքները բնակվեն վարձակալությամբ, որի գումարը վճարի քաղաքապետարանը։ Նորը կառուցվի 2-ից 2.5 տարում։ Նախագիծը կարող է կյանքի կոչվել բոլոր բնակիչների համաձայնության դեպքում։ Ես համաձայն եմ, բայց էլի ինչ որտեղ վերապահումներ ունեմ, մտավախություններ ունեմ։ Ամեն ինչ հնարավոր է կյանքում կառուցապատողա փոխվում։ Իսկ օրինակ ձեր առաջարկը ո՞րն է։ Հիմնականում ասում են թող ինչ որտեղ բնակարան տան։ Եթե պետությունն նախառնված, իրավաբան բռնի, ճիշտ թողելի քանդի, որտեղ ինձ հատկել չի մնամ։ Պայմանագիր կապենք, ճիշտ, որ վաղը չտուժենք։ Դե կողմ են քանդելու։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ՀՕԱԿ-ի համայնքային ծրագրերի ղեկավարի խոսքով շենքի հետ կապված ծրագիր դեռևս չկա։ Երանյանի խոսքով վթարային շենքերի վերաբնակեցումն ու ռենովացիան ոչ թե Երևան համայնքի իրավական պարտավորությունն է, այլ բնակիչներին օգնելու քաղաքական հանձնառություն։ Ըստ Երանյանի հողն ու շենքը բնակիչների սեփականությունն է։ Կարևորելով մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, որոշվել է փուլային լուծել խնդիրը։ Եթե շենքի բոլոր սեփականատերերի կողմից կլինի համաձայնություն շենքը քանդելու եւ տեղում նորը կառուցելու համաձայնությունը կլինի եւ անհամ որևիցե մեկը չի լինի, որը որ դեմ է ծրագրին, մենք պատրաստ կլինենք փնտրել ներդրող, ներգրավել որևիցե ներդրող, որը որ կիրականացնի այդ ծրագիրը։ Երանյանի խոսքով իրենք մասնակցում են նաև քաղաքաշինության կոմիտեի կառուցապատողների ներգրավվածությամբ ռենովացիոն ծրագրի մշակմանը, ուսումնասիրվում է միջազգային փորձը, գույքագրվում են խնդիրները։ Մշակվող իրավական փաթեթը ըստ նրա հնարավորություն կտա ավելի սահուն իրականացնել ռենովացիոն ծրագրերը։ Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ իրականացվում Արզումանյան 10-17 շենքերի ռենովացիոն ծրագիրը եւ այդ ծրագրի իրականացման ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք որ լուրջ խոչընդոտ են հանդիսանում ծրագրի իրականացման, այսինքն եթե շենքից թեկուզ 1 կամ 2 հոգի դեմ են լինում ծրագրի իրականացմանը, դա արդեն լուրջ խոչընդոտ է, ունենք կառավարության որոշում 2024 թվականից, սակայն մինչ օրս դատական գործընթացի մեջ։ Շողիկ Երանյանի խոսքով դատական կարգով պարտավորեցման հայց են ներկայացրել, որ գույքը հարկադիր օտարեն համայնքին։ Համայնքը վերցնի փոխհատուցմամբ, մինչև նորի կառուցումը, ապա տրամադրվի նոր բնակարան։ Բնակիչների շատերը ըստ Երանյանի չեն ցանկանում տեղափոխվել վարձով բնակարան, ցանկանում են պատրաստի բնակֆոնդ։ Հանրության երակաշահերի նպատակով սեփականության օտարման մասին օրենք գործող ունենք, որի մեջ որոշակի փոփոխություններ են իրականացվում, որը որ հնարավորություն է տալու գերակաշար ճանաչված տարածքներում ավելի գործուն մեխանիզմներ կիրառել։ Փոփոխությունները ներկայացվել է այո Վենետիկի հանձնաժողով, որպեսզի իրենց կարծիքը ներկայացնեն։ Բնակիչների խոսքով վարչական շրջանի ղեկավարության հետ աշխատանքով կհասկանան բնակիչներից քանիսն են կողմ, քանիսը դեմ առաջարկվող վերաբնակեցման նախագծին։ Շենքի հին բնակիչներից Անյատատն էլ լուր տվեց, որ ինքն էլ 10 բնակարանից իր դուստրն էլ համաձայն են առաջարկվող ծրագրին։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։